Բարև ձեզ հարգելի պարոն Պապիկյան, ես Սպարտակ Սամվելի Քարյանս, ապրում եմ Վանաձորում, ծնվել մեծացել եմ Երևանում, ծառայել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ժամկետային ծառայությունս, վերջացնել նույնպես անցել եմ պայմանագրային ծառայության, 16 թվականից ծառայել եմ մինչև պատերազմի ավարտը, իմ ուղերձնա ձեզ խնդրում եմ ուշադրություն դարձնել մեր հայոց սահմանների, մեր զինվորների բնակվելու վայրերի մասին, Նաշնոյ Վիդենյանների մասին, որտեղ որ կան, չեն աշխատում, քնելու տեղերը, մինչև այսօր դիրքեր ունենք, որ մարդիկ ապրում են վրանների մեջ, անձրևների տակ, թաց, մենք զինվոր ունենք վերջապես, մեր զինվորները հրաժարվում են ծառայելու նման պայմանների պատճառով, ես պատերազմի մասնակից եմ եղել, անապահով ընտանիք եմ, ունեմ 4 անչափահաս երեխաներ, վարչապետին դիմում եմ ներկայացրել նամակս ուղարկելա ձեզ, դուք ինձ պատասխան եք ուղարկել, որ կներեք չենք կարող ձեզ օգնել, ես բնակարանի խնդիր ունեմ, ապրում եմ Վարձով, ձեռքիս մատները կտրված են, 3-րդ մատս չի աշխատում, ես չեմ կարողանում աշխատել, ինձ պետական ոչ մի աշխատանք չեն տրամադրում, ուղերձս ձեզ խնդրում եմ, որ ուշադրություն դարձնել մեր դիրքերին, որ մեր զինվորները կարողանան ծառայել, կարողանան քնել փափուկ մադրասին, ոչ թե քարերի վրա, թաց, մի խոսքով խնդրանք սա ձեզ, որ ուշադրություն դարձնեք դիրքերի վրա և զինվորի աշխատավարձների պահով, բարեկները ստանում են բազմաթիվ գումարներ, իսկ Սահմանի Գյուլի Բերյանի տղերքը քիչ։ Շնորհակալ եմ, պարոն Քարյան, հարցի համար։ Պաշտպանության նախարարը ֆինանսական օգնություն կարող է ցույց տալ մի պարագայում, երբ կան դրա համար բավարար հիմքեր, իսկ եթե այդ հիմքերը չկան, ես պարզապես դա չեմ կարող անել։ Հաշվի առնելով ձեր նշած ձեր սոցիալական ծանր վիճակը, ես հանձնարարել եմ գործընկերներին կապի դուրս գալ ձեզ հետ, հասկանալու համար նախ ձեր զորացրման պատճառները, հաշվի առնելով նաև, որ դուք ունեք ձեռքի խնդիր, ենթադրում եմ դուք հիմա նաև հաշմանդամության կարգ ունեք, իհարկե զինծառայության ներգրավելը այսօր օրենքը թույլ չի տա և ես չեմ կարող ձեզ նման առաջարկ անել, բայց մենք այսօր ունենք հնարավորություն ձեր նման քաղաքացիների համար, ովքեր ունեն զինվորական որոշակի գիտելիքներ և պատկերացում ծառայության մասին, ներգրավելու օրինակ զինկոմիսարիատներում աշխատանքի և մեր գործընկերները ձեզ հետ կապի դուրս կգան ու փորձենք ձեզ առաջարկ անել, որը ձեզ թույլ կտա լուծել ձեր սոցիալական խնդիրները և փոխել ձեր կյանքի որակը, ինչը ես շատ կուզենամ, որպեսզի այդպես տեղի ունենա։ Շնորհակալ եմ։ Մենք էլ կփորձենք պարոն